Հարգելի բարեկամ, երևի դիտեցիք իմ վերջի տեսահոլովակը, ինչ են ուզում հայ ազգից, այնտեղ շատ տեղեկություն տվեցի, տարբեր նյութերից խոսեցի և վերջում խոստացա, որ մի նոր տեսահոլովակ պետք է պատրաստեմ, թե ով կարող է նորոգել եկեղեցին, որտև հիմա բոլորը Այսինքն, որոնք դուրս են եկել եկեղեցու դեմ, չնայած ասում են մենք եկեղեցու դեմ չենք, ուզում են եկեղեցին նորոգել, բարեկարգել, փոփոխություններ անել և այսօր խոսենք դրա մասին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Այս երևույթները, որ մարդիկ ուզում են փոխել, նորոգել, բարեկարգել հայ եկեղեցին նոր բան չի։ Մենք պատմության մեջ ունենք մի օրինակ իր վատ հետևանքներով, որը Փառք Աստծո հայ եկեղեցում չէր, այ կաթոլիկ եկեղեցում, երբ որ Մարտին Լյութեր անունով մի հոգևորական, վանական, որոշեց բարեկարգել կաթոլիկ եկեղեցին, լատին եկեղեցին և իր բարեկարգումները ի վերջո բերեցին նրան, որ եկեղեցին բաժանվեց, ծնվեց, այսպես ասեմ, մի նոր ճյուղավորում, եկեղեցի բողոքական, որը դարերի ընթացքում նորից սկսեց ճյուղավորվել, ընդլայնվել և մինչև հիմա, ասում են մինչև 20-30 հազար տարբեր ձևի ուղղություններ, աղանդներ, միություններ, շարժումներ կան, քրիստոնեական տարբեր ձևի, որովհետև ամեն մեկը երբ որ գալիս է, իրեն թվում է, որ այս բարեկարգումը, որ արել են սրանք, իրանք միջև վերջ չեն արել կամ ավելի սխալ են արել, իրենք նորը պետք է անեն, որովհետև հիմքը դրվեց նրա մեջ, որ այդ բարեկարգումը բերեց նրան, որ իրանք զրկվեցին եկեղեցու նվիրապետական այդ հաջորդականությունից և այսպես դարերի ընթացքում մինչև մեր օրերը և այսօրվա բոլոր այն, որ մենք ասում ենք աղանդներ, եկեղեցիներ, որոնք ինչքան էլ ուզում են իրենց անվանեն բողոքական, այսինքն այդ բողոքական ճյուղին հարեն, միևնույն է մի աղանդ են, որոնք չունեն եկեղեցու այդ նվիրապետական կարգը, որը չունեն առաքելահիմն և չունեն առաքյալներից եկած այդ շարավիղը, այդ օրհնությունը չունեն և ինչքան տեսնում ենք, ուզում են անեն նույնը հայ եկեղեցու հետ, որպեսզի հայ եկեղեցին էլ կորցնի այդ ամենը կամ եթե ունենա, ապա ներգրավեն այդ մեր Հայաստանում իմացած մեր աղանդները, որ իրանք ներգրավեն եկեղեցու կյանքի մեջ և այսպիսով գրավեն եկեղեցին։ Արդեն խոսել եմ սրա մասին իմ վերջին տեսահոլովակում, ինչ են ուզում հայ ազգից, ով է ուզում, ինչպես է արվում։ Հիշենք, գիտեք, պատմության մեջ, ինչպես ասացի, հայ ազգը այսպիսի բաներ տեսել է։ Ուրեմն 1830-20-40 այդ թվականներին Պոլսո մեջ, Կոստանդնուպոլիս, Օսմանական կայսրության հովանու տակ հայտնվում են հայ բողոքականներ, ավետարանչականներ, որոնք սկսում են մեծ աշխատել հայերի հետ, իրենց բերել դեպի իրենց կողմը։ Ընդդիմանում է այս սրան հայոց պատրիարք Մատթեոսը, որը պայքար է սկսում իրենց հետ և մեծ հալածանքներ է սկսում իրենց հանդեպ և այդ հալածանքներին ի պատասխան եվրոպական դեսպանները բողոքում են Օսմանական կայսրությանը, սուլթանին և նրանց աջակցությամբ ավելի թևեր են տալիս այդ բողոքական շարժմանը, հայկական, ուժ են տալիս, հնարավորություններ են տալիս, գրանցվում են որպես օրինավոր մի կառույց, իսկ եկեղեցում պատրիարքին նեղության են մատնում։ Եվ այդ պայքարի ընթացքում ի վերջո 1846 թվականին
Պոլսո Պատրիարք Մատթեոսը բանադրում է այդ մարդկանց, որտեվ իրենց շարքերին են անցնում, հարում են նույնիսկ եպիսկոպոսներ, քահանաներ, վարդապետներ հայ եկեղեցվո դեպի այդ շարժումն են հարում։ Գիտեք, պատմությունը ասես կրկնվելու բան ունի, մոտ 100 տարի հետո 1920 թվականներին խորհրդային Հայաստանում մեջտեղ է գալիս ազատ եկեղեցական եղբայրակցություն շարժումը, որը ինչքան հիշում եմ, որպես հասկացա ավելի ճիշտ, ծագում է Վրաստանում եւ տարածվում է Հայաստան։ Եվ երբ որ իրենց մասին նայում ես, կարդում ես, հասկանում ես այսօրվա ինչ որ կատարվում է Հայաստանում, այդ բոլշևիկյան, այդ շարժման, խորհրդային միության, այդ ոնց որ դրած copy paste, այսինքն մի քիչ ձևը փոխած է, բայց էությունը նույնն է, նույն պայքարն է։ Ես կուզեմ հիմա մի քանի բան կարդալ, որը կա լույս է տեսել Էջմիածին ամսագրի մեջ 2023 թվականի 6-7 համարների մեջ, բայց ես 7-ից որոշ մեջբերումներ կբերեմ։ Ուրեմն ազատ եկեղեցական եղբայրակցությունը ընդունում էր հետևյալը իր կոչերից մեկը. եկեղեցին մաքրել, զտել եւ դարձնել իսկական քրիստոնեական տաճար, որտեղից ամեն մի հավատացյալ կարողանա լսել միմիայն սիրո եւ բարոյականության, կենթանի եւ գեղեցիկ խոսքը։ Մենք անջատողականներ չենք, որը այսօր էլ ենք, չէ՞, մենք լսում ենք եկեղեցու դեմ չենք եւ այլն։ Մենք սիրում ենք մեր հինավուրց եւ պատմական եկեղեցին եւ միամուռ ջանքերով ձգտում ենք նրան դնել իր կոչման բարձրության վրա, պայծառացնել եւ նրա բեմի վրա թողնել միայն Հիսուսին, որ կենթանի քարոզներով հրապուրե ծերերի հետ նաև երիտասարդներին, մանուկներին եւ մեր եկեղեցին դարձնի սիրո եւ բարոյականության լսարան եւ սրբության սրբոց։ Երևի արդեն ականջներիդ լսելի է, այսինքն ծանոթ է ինչ որ ասեցի։ Հետո իրենք քննադատում էին Էջմիածնի հոգևոր խորհրդին, որ ըստ իրենց փոխանակ խելքի գալու, փոխանակ ընթառաջ գնալու բարեփոխական ձայներին խաղաղության ճամփեն բռնելով ցարական երաս օրերի ճամփեն բռնեց։ Հայոց եկեղեցու օրենքներին հակառակ եւ անդատ եւ անդաստան կարգալույց հայտարեց վերջիններիս պահանջելով ցրել այդ խորհուրդը։ Այսինքն իրենք կարգալույց հրճակեցին հոգևոր խորհուրդը Էջմիածնի եւ ասում են դուք ցարական բանով եք առաջնորդվում, հիմա էլ դե Ռուսաստանին եք, հա, դուք հարում։ Այսինքն նոր բան չկա։ Հետո ազատ եկեղեցական եղբայրակցությունը բացարձակապես անքաղաքական է եւ անդամները բոլորանվեր, զորավիկ խորհրդային համայնական վարչաձևին։ Այսինքն այսօր էլ չէ, մեր շատերը ԿՊ-ականների կառավարության հետ են իրենց բռնած ուղի եւ այլն։ Առավել է հայտնի գործիչներ Աշոտ եպիսկոպոս Շախյանը, Բենիկ Ծարագույն վարդապետ, Աբել Ծարագույն վարդապետ Նազարյանը իշխանությունների հովանավորությամբ հրապարակեցին բազմաթիվ գրքույկներ, որոնք իշխանության կողմից արժանացան դրվատական գրախոսականների։ Այդ գրքույկներում միանգամայն հիմնազուրկ եւ մերկապարանոց կերպով քննադատում էին հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը, Գևորգ 5-րդ վեհափառի գլխավորությամբ, պահանջում են կուսակրոնության վերածում, եկեղեցական բարենորոգության անվան տակ առաջադրվում էին հայ եկեղեցու դարերով հաստատագրված կանոնական ծիսադավանանքային հիմնադրույթների արմատական վերափոփոխում։ Ընդ որում, այդ ամենը հաճախ ուղեկցվում էր անձնական վիրավորանքներով, զանց առնելով բարոյական եւ կանոնական բոլոր սկզբունքները։ Նման է, չէ՞, այսօր էլ։ Ինչ վերաբերում է խորհրդային իշխանությունների նկատմամբ ազատ եկեղեցականների
վերաբերմունքին, ապա անգամ կոմունիստական հեղինակները կնախանձեին նրանց գծնողական անվերապահ խորհրդամետ կեղծվածքին և նույնիսկ արդարացվում էին հայ եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները։ Տեսնում եք, ոչ մի նորություն չկա, հա, այս դարերի ընթացքում ոչ մի փոփոխություն չկա, իմիջիալոց այդ ազատ եկեղեցականների այդ շարժումը գոյատևեց մի քանի տարի, մինչև 30 թվականները եւ այդպես էլ վերջացավ, որը կվերջանա այսօրվա շարժումն էլ, որը Էջմիածնի դեմ, եկեղեցու դեմ է, այսինքն ակնհայտ է, որ դա էլ կվերջացվի ուշ թե շուտ, մի քանի տարի հետո, թե գալ տարի, Աստծու կամքով է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը հիշում եմ տենց ելույթ ունեցավ, ձեռքում ունենալով հայ եկեղեցու կանոնագիրքը, եւ երևի իրեն բերեցին, տվեցին, ոմանք հոգեվորականներից խորհուրդներ տվեցին, մեջը կետեր գտան, որը քննադատում է բարձրաստիճան հոգեվորականներին, մեղադրելով, որ այսինքն վեհափառը զավակ ունի, ամուսնացած է, իսկ կանոնադրության մեջ, եթե որևէ եպիսկոպոս կուսակրոն մեղքի մեջ ընկնի, կարգից զրկվի, բանադրվի եւ այլն եւ այլն։ Եվ բերում են այդ կետերը եւ նման, իսկ այդ կանոնագիրքը միայն վեհափառի մասին չի կամ որևէ հոգեվորականի կուսակրոնի մասին չի։ Այնտեղ շատ կանոններ կա, որ այն հոգեվորականները, որոնք ջատագովում են եւ Փաշինյանին հրամցնում են այդ կանոնները եւ այդ նյութի շուրջ խոսում են, իրենք լավ էլ գիտեն, որ շատ կանոններ, որոնք գրվել են ժամանակի ընթացքում, դարերի ընթացքում, գրվել են լուծելու օրվա ներկա խնդիրները։ Նախ ասեմ, որ մեր հիմնական, այսպես ասեմ, ուղղությունները կարևոր որ կա, դա դավանաբանական, ծիսական եւ նվիրապետական, այդ որը կանոնները, որոնք իրանց հետ են կապված, դավանաբանականները, որը մեկը չի կարող մտնել, դա քրիստոսաբանություն, այսպես ասեմ, խախտի դրա դեմ գնա, որովհետեւ արդեն իսկ երբ որ մեկը ձեռնադրվում է քահանա, կուսակրոն, հետո երբ որ ստանում է վարդապետական կամ ծայրագույն վարդապետի աստիճան, եպիսկոպոս, կաթողիկոս, իրենք բոլորը կարդում են նզովքներ այն հերետիկոսությունների դեմ, նզովում են։ Այսինքն, եթե իրենք էլ են դրան հարում, շարժում են, իրենք ընկնում են եկեղեցու նզովքի տակ։ Կա ծիսական արարակարգ, այսինքն ինչպես է ժամերգությունները արվում, ինչպես են տոնացույցը կազմվում, ինչպես է աղոթքները, ինչպես են խորհուրդները կատարվում, դարերի ընթացքում պատարագը ինքը անդադ ձևավորվել է, անդադ խմորվել է, ինքը անդադ մինչև 19-րդ դարվա վերջ դեռ տակավին փոփոխություններ էր արվում։ Օրինակ, չէ, վերցնենք Սիմոն Երևանցի կաթողիկոսը 19-րդ դարում ինքը ներմուծում է, որ պատարագի ժամանակ Տեր Ողորմյան երգվի միշտ անդադար, հա, որը միջև հետ չի եղել կամ երգվել է միայն մեծի պահոց շրջանում։ Եվ ես դրա մասին խոսել եմ, դրա համար չանդրադառնանք։ Այսինքն ընթացքում փոփոխվում է, հիմա նայեք, կամ էլ 20-րդ դարում 2015 թվականին 100-ամյակին եղեռնի, երբ որ եկեղեցին հռչակեց Սուրբ հռչակեց մեր նահատակներին, որոնք Վասն Հարենյաց եւ Հավատքի Քրիստոսի համար նահատակվեցին առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ, եղեռնի ժամանակ, շարական գրվեց, օրացույցը որոշվեց, ժողով գումարվեց, այսինքն եկեղեցին հիմա էլ է աշխատում բաների վրա, օրինակ խորհրդակատարությունների վրա, որպիսի բոլոր թեմերում, աթոռներում մկրտությունը եւ
պսակ եւ այս արարողությունները, խորհուրդները միաձև կատարվեն, որտեվ եթե այսօր այդ հոգեորականները որպես այդպես նախանձախնդիր պայքարում են, որ վեհափառը խախտել է կանոնագիրքը, իրենք լավ էլ գիտեն, որ իրենք էլ են խախտում կանոնագիրքը, երբ որ մկրտություն են անում։ Մկրտությունը, օրինակ, եթե վերցնենք մկրտությունը ընդունված, հաստատված օրակարգով ինչպես է, եթե իրանք մկրտություն անեն առաջի էջից մինչև վերջի էջը որ կա, այդ մկրտությունը 2 ժամ գոնե կտևի, չեմ ասում պսակը։ Դրա համար դնում կրճատում են, տարբեր թեմերում, տարբեր ձևի կրճատվում է եւ դա բոլորը գիտեն։ Դա գիտեն, որտեվ մկրտությունը այսօր արվում է 10-15 րոպեում, Երուսաղեմում կես ժամից 40 րոպե։ Տարբեր տեղեր, տարբեր ձև։ Դրա համար եթե խոսենք կանոնների մասին, բոլորը խախտում են։ Բոլորը գնում են այդ նզովքի տակ։ Ժամերգությունները շատ եկեղեցիներում ժամերգություններ չի արվում, այսինքն կամ չի արվում կամ կրճատվում են այդ թեմերում, որոնք թեմի առաջնորդները այսօր հելել են, խոսում են կանոնից։ Այսինքն, գիտեք, դուք էլ լավ գիտեք, սիրելի եղբայրներ, գիտեք, որ այդ բաները արվում է։ Լավ, շատ կանոններ կան, օրինակ, որոնք պահվել են եկեղեցում, բայց այսօր դրա մասին մարդ չի անդրադառնում, ոչ թե որ պետք չի կամ ինչ, չեմ գիտե։ Ես հիմա կուզեմ մի քանիսը կարդալ։ Օրինակ, եթե ոքի կախարդության գացի այր կամ կին եւ հյուրատության կամ այլ չարագործության եւ ի զղջումն եւ ապաշխարության ոչ եկեսենս գրոց հրամանի քարկոց լիցին։ Այսինքն եթե մեկը կախարդության է գնում, զբաղվում է, տղամարդին դիմում է կախարդություն է, թուղթուգիր է, մոմ թափել է, երազահանությունն է, ես դրա մասին ես վերջերս տեսահոլովակ կարեցի։ Այսինքն այս ամենը ասում է Սուրբ գրքի քարկոց լինի, այդ մարդուն քարկոծել են։ Հիմա բռնենք քարկոծենք։ Ապա եթե խոստովանության եկեսցեն Անձանց յուրանց ապաշխարության կացեն 12 տարի առ դրանն ընկնդիրսն։ Այսինքն 12, եթե ապաշխարի զղջա, 12 տարի եկեղեցու դռան մոտ կանգնի։ Այսինքն մտիկ կնե, ինչ է կատարվում երկրում, ինքը իրավունք չունի մտնել եկեղեցու։ Եվ 3 տարի ընդապաշխարողս ելցե եւ ամենայն ժամ քննյալ հետ կնի ձեռն ողորմության եւ գթո տնանկած, բազում ինչս ծախյալ իկո Կարոտյալս վասն փրկության անձած ջերմերանդն արտասվոք սետին թոշակն ընկալցին։ Այսինքն եւ 3 տարի պետք է ապաշխարի արցունքով, լացով, ողբով եւ ողորմություն անելով այդ տարիների ընթացքում, որ անձը փրկի։ Իսկ այսօր ինչքան մարդ կա հավատացյալ, որ զբաղվում է այդ կախարդությամբ ու գալիս է հանգիստ եկեղեցի։ Եվ դուք, որոնք դատում եք, քննարկում եք, ասում եք վեհափառը կամ որևէ հոգեորական խախտել է կանոնագիրքը, ինչու այս բաների մասին դուք չեք անում, ինչու չեք բերում, անցնենք առաջ, այր կամ կին, անիծող կամ բամբասող նզովյալ եղեցին և անես նոցա ինոսին դարձին, և եթե ապաշխարեն 3 տարի առ դրան ընկացեն հառաչելով արժանի լիցին օրինած։ Այսինքն եթե մեկը անիծում է, բամբասում է, ասում է տանեցքը իրան իրա վրա գա եւ 3 տարի ապաշխարի, եթե զղջա։ Այսօր ինչքան մարդ է բամբասում վեհափառի, հոգևորականների, եկեղեցու համար, ինչու չեք խոսում այդ մարդկանց, ասեք, գիտեք, սենց կանոն կա, մի բամբասեք, մի չարախոսեք։ Մի անիծեք, ինչքան մարդ է անիծում հոգևորականներին, հայ եկեղեցվով, եւ իրանց ասում են, երբ որ խոսում ես, ասում են մենք հայ եկեղեցվոս հավատացյալ ենք, մենք հետևորդ ենք հայ եկեղեցվով։ Տաթևացին էլ ասում է հայող մարդու, անիծող մարդու բերանը դժողքերը ворթերով է լցվելու։ Բայց ինչքան հայոյանք է տրվում, երբ որ մի բան ես գրում, եկեղեցուն ես պաշտպանում, մտնում հայոյում ինչ անեծքներ են թափում, հետո էլ ասում են մենք եկեղեցու հետևորդ ենք։ Էլավ ես հետևորդ ես, բա ինչու այդ հոգևորականները այդ դրա մասին չեն խոսում։ Շարունակենք։
Ասма մի իշխեցե կին մարդ զենուլ զանասուն կամ որ սառնել կամ հնձան հարկանել կամ առնապես վարել ի վար եւ ի հունձ եւ ի հոլանել զինքն եւ հայտնել զամոթն եւ եթե ոք հանդգնին նոզովալ լիցի ես աշխարհաբարել ասեմ թող կինը չհամարցակվի իրավունք չունենա անասուն մորթել կամ որս անել կամ հնձանում աշխատել խաղող ճզմել կամ տղամարդու պես վար ու հունձ անել եւ իրեն մերկացնելով իր ամոթը, այսինքն մերկությունը ցույց տալ։ Եթե որևէ մեկը հանդգնի այդպես վարվել, թող նզովյալ լինի։ Այսօր ինչքան կին կա, որոնք անասունել են մորթում, հավել են մորթում, հնձանել են անում, նզովյալ լինեն այդ կանայք։ Հա, այդպես է։ Կանոնագրքի մեջ է գրած կամ ոչ արժան ճաշակել հավատացելոց անհավատից եւ ոչ համբուրել եւ ոչ ի տունս նոցա մտանել եւ եթե ոք հանդգնի նզովյալ եղիցի Եթե անհավատ մարդ է դրա հետ մի կերեք ինչքան պարլամենտում մենք ունենք անհավատ մարդիկ որոնք աթեիստ են եւ մեր հավատացյալ հետևորդները հայեկեսու հետները նստում հաց են ուտում ողջագուրվում համբուրում են նզովալեք եկ կանոնն է չէ ասում եթե այդ կանոնագիրքը բերենք գիտեք նույն այդ հոգևորականները որոնք այդ կանոնագրքից են խոսում իրենք լավ գիտեն որ եթե հետևենք այդ կանոնագրքին այսօր երևի հայ եկեղեցու մի հատ հոգևորական չէր մնա որ նախ դառնար հոգևորական որտեղ այնքան կանոններ կա որ ինչպես պետք է դառնա այդ հոգևորական ինչ ձևի մենք ինչ գիտենք ծնողները ինչ ծնողներ են մեր ծնողները վերցնենք օրինակ էլի հա ես գիտեմ ամեն մեկը գիտի բայց երբ որ որոշում են մեկին հոգևորական անել քննում են արդյոք ինչ ծնողներ ունեն ինչ անկողնումա ծնվեց զավակը գիտեք շատ բաներ կա եթե տենց նայեք նենց այդ երիտասարդը որ դառնում է հոգևորական ինքը ի վերջո ինչ կյանք ապրե որ դառել է հոգևորական կարևոր չի կուսակրոնա թե ամուսնացյալ քահանա գիտեք շատ բաներ կա դու գիտեք որ քահանայի կինը երեց կինը եթե պատարագիչը քահանան է տեր հայրն է կինը եկեղեցի պետք է չգա կամ չհաղորդվի ամուսնու ձեռքից չերևա աչքին բայց եթե միտեղ է քահանան եւ ուրիշ քահանա չկա կինը ինչ է չհաղորդվի խնդիրներ կա ու սենց շատ բաներ կա որոնք մեր հոգևորականները խախտում են այդ կանոնները եւ միայն բռնել ենք հոգևորականներ որ եթե կուսակրոնության խախտումն է արել ես չեմ արդարացնում եթե այդպիսի բան կա դա սխալ է ես բան չունեմ ասելու բայց բռնել եք ամբողջ այդ երկու հատորանոց գրքից մի տողը հանել եք մոռանալով այդ ամենը օրինակ Կիրակի Գեղարդում Գեղարդը Գառնի եկեղեցուն պատարակ եղավ իսկ շաբաթօրը այդ մարդիկ որոնք եկան մեծ խնջույք են ուրախանալ, ապարել, ուտել, խմել հարց ինչու թողեցիք այդ մարդկանց հաղորդվեն այդ օրը որ չէ որ կանով ինքը պետքա խոնարհությամբ, պապաշխարությամբ պատրաստվեր ոչ թե քեֆ, ուրախ, տժար, ապարելով, երգելով մոտենար հաղորդությանը Այսինքն դուք կարող եք ասել դե հա մարդա մենք տեսնում եք դե հա մարդա ինչու այսինքն ընտրովի է ամեն բան արվում Այսինքն տեսնում ենք որ արդար չի իսկ որտեղ արդարություն չկա գիտեք այդ հասարակությունը որտեղ արդարություն չկա ինքը քայքայվում է հասարակություն, պետություն, ժողովուրդ, ընտանիք արդարությունը նա է որ երբ որ սխալը պատժվում է իսկ ճիշտը լավը գնահատվում է հա ինչու կամ էլ ընտրովի է արվում այդ արդարությունը ինչու մեկին կարան դատեն ինչ-որտեղ խոսքի համար ազատազրկեն ու մեզ իսկ ես վերջերս մեկը մեքենայի տակ արկած տեղ ունեցավ մեքենայով մարդ մահացավ իրան
նույն դատավորը արդարացրեց, բաց թողեց։ Ես լսեցի այդ բանը։ Այսինքն ինչու ու դա ասում ենք մենք կանոնագիրքն ենք հայոց ուզում, հա։ Հետո գանք մյուս բանին։ Գիտեք, Ոսկեբերան Հայրապետը հետաքրիր բան է ասում է ինչու Աստված հրեշտակների դասերից չընտրեց ոմանց, որ քահանա դառնան, սպասավոր։ Գիտեք ինչ է պատասխանում, ասում է եթե հրեշտակներից լինեին, ասում է ոչ մի մարդ չէր փրկվի։ Ամեն մեղքի համար հրեշտակը այնքան մաքուր է եւ սուրբ է, որ կդնեին կհարվածեին, կսպանեին։ Ասում է եւ շարունակում ասում է տեսեք Պետրոս առաքյալը, եթե ինքը Պետրոսը մեղք գործած չլիներ, մեղավորներին ինչ էր անել, օրինակ այն սուրը առնում են մարդու ականջն է կդրում, բայց երբ որ ինքը ուրացավ Տիրոջը, երբ որ Պողոս առաքյալը արչև կեղծավորություն արեց, ինքը դրա համար Ոսկեբերան ասում ընտրելա տկար մարդկանց, մեղավոր մարդկանցից է քահանա ընտրե, որ իրանք ողորմած եւ ներողամիտ գտնվեն իր հոտի նկատմամբ, ներող լինեն։ Դրա համար պատահական չի Քրիստոսին, երբ որ բերեցին Քրիստոսի մոտ են մի կնոջը եւ ասեցին շնություն ա գործը, ինչ անենք, օրենքը ասում է քարկոցի։ Տերը չասեց, չէ, օրենքի մեջ գրած է, չէ։ Ինքը ասեց, ով ձեզնից անմեղա, թող քարը ինքը նետի։ Դրա համար հարց, դուք այդ ամբողջ կանոնները կանոնագրքով եք ապրում, էլ չեմ ասում ավետարանով, դուք այդ կանոնագրքով եք ապրում, որ այսօր ելեք այդ կանոնագիրքը ձեր առջև պահում եք եւ ուզում եք, որ հայ եկեղեցին փոխի իր կանոնագիրքը կամ այդ կանոններով ապրի։ Այդ ձեզանից սկսեք, չէ՞, ձեզանից սկսեք։ Դուք մաքրվեք, չնայած այդ ձևն են բռնե, որ Փաշինյանը հետաքրիր բան ասեց, այսինքն իմ ճիշտ բան ասեց, սենց ասեմ, բայց հարմարացնելով իրանց, այսինքն մենք երբ որ իրան մեղադրեցին ասին դուք էլ եք հայոյում բաներ անում, դե հա ասում է, ես դրա համար պատարակներ եմ գնում, որ մաքրվեմ, նորոգվեմ։ Այսինքն եթե դու կարաս գնաս պատարակի նորոգվես, բայց մյուսները, որ այսեն արդեն տասնյակ տարիներ պատարակ են մատուցում, Տիրոջն են ծառայում, իրենք չեն կարող նորոգվեն։ Դու մի քանի օր անգամ պատարակի եկաք այդ խմբով, ձեր մեղքերը նորոգվեց, ծածկվեց, ես ինչ գիտեմ ինչ մեղքեր եք գործե։ Ես դատավոր չեմ։ Նայեք ինչ է ասում Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 4 գլխում։ Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, միչև գա Տերը, որ իր լույսն է հանելու խավարի գաղտնիքները եւ հայտնի դարձնելու սրտերի խորհուրդները, եւ ապա յուրաքանչյուրը գովասանք պիտի ստանա Աստծուց, կամ հակառակը, հա։ Հռոմեացիս 14-րդ գլխում։ Դու ով ես, որ դատում ես ուրիշի ծառային, կանգնած լինի թե ընկած իր Տիրոջ համար է, բայց նա կկանգնի, որովհետև կարող է Տերը նրան կանգուն պահել։ Դու ինչու ես դատում քո եղբորը կամ ինչպես ես արհամարհում քո եղբորը, քանի որ բոլորս էլ կանգնելու են Քրիստոսի ատյանի առաջ, որտև գրված է. Կենդան եմ ես, ասում է Տերը, որպեսզի ամեն ծունկ ինձ ծննդադրի եւ ամեն լեզու Աստծուն դավանի։ Ապա ուրեմն մեզնից յուրաքանչյուրը, որ ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար։ Միտեղ էլ Տերը ասում է ամեն մեկը պատասխանա տալու ամեն խոսքի համար։ Ինչու ենք մենք վազում դատելու մարդկանց։ Մեր հայրերն էլ են ասում դու այսօր դատում ես մեկին, որը արդեն միգուցե Տերը իրեն արդարացրել եւ դու շարունակում ես իրեն դատել։ Դու արդար չես գտնվի, վայ քեզի, որտեվ Տերը այդ մարդուն արդարացրել է, դու ինչ գիտես։ Մենք սիրտ քննող չենք, ես չեմ կարող ասել նույնիսկ նրանց մասին, որոնք գալիս են եկեղեցի, ուզում են նորոգվել, միգուցե անկեղծ է իրենց այդ փապակը,
բայց գործերը ինչ են ցույց տալի։ Ասում է գերիներին ազատի։ Չէ՞։ Այսինքն գերության բանտարկված մեկին ազատեք, այդ սրբազանին ազատեք։ Միքայել Սրբազանին օրինակ վերցնենք, մի խոսքի համար դատում եք եւ գալիս եք ուզում եք դուք Աստծո դատաստանից ազատվելով մի երկու հատ պատարակի գալով, հաղորդվելով, դա անկեղծություն է, թե կեղծավորություն։ Թող Տերը դատի։ Նայեք, շատ հետաքրքիր բան էլ Հուդայի թուղթը, որը մի գլուխ է եւ այնտեղ Միքայել հրեշտակապետը սատանային ասում է, երբ որ վիճում էին Մովսեսի մարմնի մասին, սատանան ուզում էր այդ մարմինը գրաver, ինքը վերցներ, հրեշտակը չէր վիճում եւ ասեց թող Տերը քեզ արգելի եւ ինքը այդ իրավունք ուներ դատելու, որտեվ զորած ինքը հրամանատարն էր հրեշտակների։ Եվ ես կուզենամ այս գլխից մեծ մի հատված կարդամ, որը ներկայացնում այսօրվա շատ հոգեվորականների, շատ հավատացյալների, որոնք դուրս են եկել Էջմիածնի դեմ, իրենց կերպարն է ցույց տալիս։ Ինչպես Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջ եկող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան անբնական գրքերի հետևից ընկնելով եւ հավիտենական կրակի դատաստան ընդունելով օրինակ դարձան բոլորին։ Նույն ձևով էլ սրանք եւս քնի մեջ զառանցելով մարմնին են պղծում, Աստծո իշխանությունն են արհամարում, երկնային փառավոր էակներին հայոյում։ Այդ դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս չհամարձակվեց հայրից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. թող Տերը քեզ սաստի։ Սմա Աստծո իշխանություններն են արհամարում։ Այսօրվա Աստծո իշխանությունը դա եկեղեցու նվիրապետական կարգն է, երբ որ դուք արհամարում եք Աստծո օծյալին։ Վատն է, լավն է, ինքն է դատավոր, Տերն է դատավոր։ Շարունակենք։ Իսկ սրանք հայոյում են այն բանի դեմ, որ չգիտեն, եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը նրանցով էլ ապականվում են։ Վայ նրանց, որոնք Կայենի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղամի մոլորության սայթաքեցին վարձի հետևից ընկնելով եւ կորան կորխի պես իրենց ըմբոստության պատճառով, այդ կորխը, որ ըմբոստացավ Մովսեսի դեմ, երկիրը բացվեց, կեսը գնաց գետնի տակ, վերևից էլ կրակ թափեց, շատերին էլ այդպես այրեց։ Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից, իրենց սերերով եւ խարդախությամբ, մասնակից են լինում սիրո ճաշին, անպատկանորեն իրենց պարարտացնելու համար, սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփռում թափում են իրենց սեփական ամոթը, մոլոր աստղեր, որոնց համար պահված է հավիտենական խավարի վիհը։ Նրանց մասին մարգարացել էր նաև Ենոքը 7-րդ Ադամից սկսած եւ ասել. Ահավասիկ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով դատաստան տեսնելու բոլորի հանդեպ եւ հանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խոսքերի համար, որ նրա դեմ ասացին մեղավորները եւ ամբարիշտները։ Սրանք տրտնջացողներն են եւ բանսարկուները, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին։ Նրանց բերանները ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտությամբ անում շահի համար։ Չէ՞, նկարագրում է, չէ՞, այդ մարդկանց, որոնք դուրս են եկել Էջմիածնի, ինչքան էլ ասեն մենք եկեղեցու Էջմիածնի դեմ չենք։ Նայեք, լսենք Տիրոջը, չէ՞, երբ որ որոմների առակը հիշում եք, հրեշտակները ելան, ասին այդ ծառաները դնենք, փրտենք, թափենք, հանենք, կարդանք, ով որ չգիտի։
Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց, եւ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ եւ ցանած ծորենի վրա, որում ցանեց ու գնաց։ Եվ երբ ծորենը բուսավ եւ պտուղ տվեց, ապա երևաց եւ այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան, ասացին նրան. «Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանացիր, ուրեմն որտեղից է այդ որոմը»։ Եվ Տերն ասաց նրանց. «Թշնամի մարդը արել է այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենում ես, որ գնանք ու քաղենք, հանենք այն»։ Եվ Տերը նրանց ասաց. Ոչ, միգուցե որոմը քաղելից ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, եւ հնձի ժամանակ, եւ ես հնձողներին կասեմ, նախ այդ որոմը քաղեցեք եւ դրանից հուրձեր կապեցեք արելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ։ Ինչ է ասում։ Ուզում ասի, որ ժամանակից դուրս մի դրեք, դատեք, քննարկեք, թող երբ որ գա Տերը դատելու, ինքը կորոշի։ Գիտեք, այդ նվիրապետական կարգը, որ կար, երբ որ մարդ ամբոստանում է այդ նվիրապետական կարգի դեմ, գլխի դեմ, այսինքն իշխանությունների, հոգևոր իշխանությունների դեմ, Պողոս առաքյալը ասում է ամեն իշխանություն Աստծուց է։ Նամանդ հոգևոր իշխանությունն է, եւ որ ամբոստանում է իշխանության դեմ, ամբոստանում է Աստծու դեմ։ Տեսնենք ամենամեծ օրինակ ամբոստի, դա ով էր, Սատանան, որը ամբոստեց Աստծու դեմ եւ պարտվեց վերևից երկնքից ներքև վառնետվեց եւ այդ իր ամբոստությունը եկավ որտեղից իր մեծամտությունից։ Դրա համար հպարտություն բառը գալիս է հրեշտակի պարտություն, հո տառը հանում ենք հպարտություն։ Այսինքն այն, որ ամբոստանում է իշխանության դեմ, հոգևոր իշխանության դեմ, այսօր ես դա նկատի ունեմ, ինքը հպարտության մեջ է եւ ինքը պարտվելու է, որտեվ հպարտներին հակառակ է կանգնում, խոնարհներին է Աստված լսում։ Գիտեք, մի օրինակ բերեմ, սա իմ կարծիքն է, երբ որ ընտրվեց Գարեգին առաջին կաթողիկոսը, ինքը գնաց Հռոմ, կարծեմ Հռոմ, եւ Հռոմի պապետ դաշինք ստորագրեց դավանանքի, որը հակառակ էր հայ եկեղեցու դավանանքից, եւ շատ եպիսկոպոսներ, հոգևորականներ ամբոստացան, դեմ ելան իր դեմ, որտեվ ինքը մեծ սխալ թույլ տվեց, եւ գիտեք, Աստծու նախախնամությունն էր, ներող եղեք, Աստծու կամքով էր, չգիտեմ, ինքը հիվանդացավ, լեզվի քաղցկեղ ունեցավ եւ մահացավ, 3 թե 4 տարի կաթողիկոս եղավ։ Գիտեք, Աստծու գործերը անքննելի է։ Եթե կան սխալներ, եթե բաներ կան, Տերը ինքն է առաջնորդում։ Տերը ինքն է ողորմած, Տերն է դատավոր արդար, եթե սկսենք իր արդարությունը կանչել ուրիշների վրա, ապա եթե անկեղծ ենք, մեզանով թող սկսի։ Մենք էլ ունենք բազում մեղքեր, մենք էլ ունենք մեր տկարությունները, թուլությունները, մեղքերը, որ փորենք այդ կանոնագրքերը, ինչքան նզովքներ, անեծքներ, ապաշխարանքներ կգա։ Ես չեմ արդարացնում այդ մեղավոր վիճակը։ Դրա համար շատ կարևոր է, որ հասկանանք, որ Տերը գիտեր, որ մարդ արարածը տկար է, ինքը կարա սայթակի, կարա նորից մեղքի մեջ ընկնի, եւ Տերը շնորհեց մի խորհուրդ եկեղեցու, որը ապաշխարությունն է։ Ապաշխարությունը մենք կարող ենք մի մեղք գործենք, բացահայտ այդ մեղքը երևա, բայց Աստծու հետ հաշտվենք ծածուկ եւ Տերը դա ընդունի եւ լսի, կամ էլ ծածուկ ասելով մարդ գնա մի հոգևորականի մոտ խոստովանի իր մեղքերը։ Գիտեք, շատ հավատացյալներ կան, իրենք երբ որ նեղության մեջ են, մեղքի մեջ են, տառապում են, իրենք ոնց ասեմ, գիշերն էլ գզանգեն
հոգևորականին քունից կհանեն, որ մենակ թե իրանք խոստովանվեն, հանդիպեն, շուտ մի ձևի զրույցեն, որ մեղքերի խոստովանություն ունենան, բայց հերիքը այդ քահանան մի փոքրիկ դկարանա, սխալ մեղ գործի, այդ բոլոր հավատացյալները քարերը վերցնում, քարկոծում են։ Դա չգիտեմ ինչից է, դա ապերախտություն է, դա ինչ է։ Դրա համար եկեղեցին ունի եկեղեցվող խորհուրդներ, որը 7-ն են։ Գիտեք, ինչու է խորհուրդ, որտեղ այդտեղ Սուրբ Հոգին է ներգործում, Սուրբ Հոգին, այսպես ասեմ, աշխատում, ինքն է անում։ Հոգևորականը, որ այդ ջուրն է լցնում, մեռոնն է քսում, ձեռքն է դնում, աղոթում է, օրհնում է եւ այլն, ինքը ֆիզիկապես ինքը տեղ է, բայց գործողը իրականում դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին է աշխատում եւ Սուրբ Հոգին է ամեն այդ խորհուրդը կատարում։ Դրա համար եկեղեցվո մեջ կա այդ խորհուրդը ապաշխարության, որը քրիստոնյան նախ զղջում է արած մեղքը, խոստովանվում է եւ գործով ապաշխարում է։ Հա? Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ սա հոգևորականը կարող է գնա մի հոգևորականի մոտ խոստովանվի, օրինակ եմ ասում, եւ մնացած ժողովուրդը չի իմանա, որ այս մարդը խոստովանվել է, ապաշխարել է, վրան ապաշխարություն ա դրվել, դուք ինչ գիտեք։ Դրա համար ինչպես գալիս ենք այն խոսքեր, մի դատեք ժամանակից շուտ։ Ինչու հոգևորականները ծածկում են այդ մեղքերը, այսինքն առիթ են տալիս հավատացյալին ոտքի կանգնի, չեն վերցնում են կանոնները, եթե օրինակ Տաթևացին ասում է, եթե մեկը պահքը խախտեք մեծի պահոց, մի օր, նույնիսկ մի օր խախտեք, եւս 50 օր պահեք, կամ էլ ասում է, եթե խախտեցիր, ասում է փայտով ծեծել, տես կանոններ կա։ Ասում է, եթե մեկը մի տարի հաղորդություն չի առել եւ մեռել է, իրեն որպես քրիստոնյա չթաղել, որտեղ արդեն քրիստոնյա չի։ Գիտեք, շատ բաներ կա, որ այսօրվա դրությամբ նորից եկեղեցականները, հոգևորականները տեսնելով իրանց տկարությունները, իրանք էլ են ողորմած գտնվում մարդկանց համար, որտեղ եթե սկսեն իրանցով, իրանց տենց խիստ լինելով, իրանք ուրիշների հանդեպ խիստ կլինեն։ Գիտեք, ինչքան կանոններ կա, երբ որ գալիս են հավատացյալները խոստովանվում են, դու տեսնում ես մարդը ծեծած, հոգնած, ինք հոգեպես, հա, ու վրան դնես, ասես 10 տարի եկեղեցի չմտնես, որտեղ ես մեղքն ես գործել, այդ մարդուն ընդհանրապես կսպանես։ Հիմա չեմ, եթե դուք հասկանում եք ինչ եմ ասում, դրա համար հեշտ է այսօր հոգևորականներին, նաև բարձրաստիճան հոգևորականներին քննադատել, դատել իրենց մեղքերի համար։ Ահա, եթե ուզում ենք նորոգվել, նայեք, Հռոմեացիներից թղթի մեջ 12-րդ գլուխ։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք ինքներդ Աստծու կամքը, քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Սաղմոս 51։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ։ Դրա համար չենք վհատվում, թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը օրեցօր նորոգվում է։ Եփեսացիս 4-րդ։ Ու նոր մարդուն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն ստեղծված ճշմարտությամբ, սրբությամբ եւ արդարությունից է։ Այսինքն արտաքին մարդը մաշվում է, իսկ ներքինը նորոգվում ենք ապաշխարությամբ, նորոգվում ենք Սուրբ Հոգու շնորհներով լցվելով, օրեցօր։ Սա է նորոգությունը։ Եկեղեցին դա խմբակային ապաշխարություն չի, դա անհատական է, ինչպես մենք տեսնում ենք Քրիստոսի առակների մեջ, որտեղ Տերը ասում է, օրինակ, մի կորած ոչխարի առակը, անառակ որդու առակը,
Այսինքն Տերը ցույց է տալի, որ ամեն մարդու հետ ինքը աշխատում է, ամեն մարդու սրտի հետ խոսում է եւ ինքը համբերատար է, ինքը հնարավորություն է տալիս մարդը, որ փոխվի։ Բայց մենք մարդիկ մի անգամ սուր առնում, սկսում ենք կոտորել, սկսում ենք քննադատել։ Ես սա, գիտեք, հարգելի բարեկամ, ես այս ավելի էս իմ խոսքս ուղում եմ մեր այն հավատացյալներին, որոնք մոլորվեցին այն իմաստով, որ իրենք էլ միգուցե իրանց արդար մտքերով ելեն պահանջում են վեհապառը պետք է ելնի, եկեղեցին փոփոխություն պետք է լինի, նորոգվի։ Իրոք կարող անկեղծ իրանք առանց հետին մտքերի տենց մտածում են, որ ճիշտը տենց է։ Լսել են մի երկու բան են կարդացել, սրա նրա հետևից ընկնելով, լսելով, ես ավելի ձեզ եմ ուղում, այն նրանք են կլսեն ինձ, թե չեն լսեն հոգևորականները, լինի կարգալույց եւ ոչ կարգալույց, աշխարհականներ, իշխանություններ կլսեն, չեն լսի, եթե իրանք անկեղծ են, կփորձեն հասկանալ սա, եթե անկեղծ չեն, իրանց նպատակը ուրիշ է, նորից եմ ասում, Աստծո խոսքը ասում է, եթե Աստծուց է մի բան, ինքը չի կարա քանդվի, եթե մարդկայինա կվերջանա կգնա։ Այդ ձեր գործը մարդկայինն է լինելու։ Իսկ Աստծո եկեղեցին կառուցված, ինչքան էլ ասեք մենք եկեղեցու դեմ չենք, դուք եկեղեցու դեմ եք։ Դա պարզ մի փոքրիկ բան, երբ որ եկան մայրաթոռի մոտ եւ մարդիկ հարվածում էին մայրաթոռի դռներին, որոնց ժողովուրդը գալիս երկրպագում, համբուրում են, այն եկեղեցու դռները, երբ որ մարդիկ եղեռնից փախնելով եկեղեցու դռներն են անել իրենց ուսերի վրա տարել։ Եվ դուք այդ եկեղեցու դռները քացով հարվածել, վեհապառների, գերեզմանների վրա կանգնել, ցատկորտել։ Դա չի կարող լինի անկեղծ հավատքով, դա հավատքով Սուրբ Հոգով առաջնորդված չի, ատելությունը, չարությունը Սուրբ Հոգով չի։ Հովհաննես ասում է, եղբոր ատողը մարդասպան է, իսկ պատվիրանքա մի սպանիր։ Եթե դու ատում ես, դու արդեն սպանել ես քո մեջ մարդուն, ու դու ինչքան էլ գաս հաղորդվես ատելությամբ, դատապարտություն է լինել։ Ով էլ ուզում է լինի, նույնը թե ես եմ այդ վիճակի մեջ։ Գիտեք, եկեղեցին բարեփոխումների կարիք չունի, ոչ դավանանքի, ոչ հավատքի, ուսմունքը պետք չունի փոփոխվելու, նորոգվելու, եկեղեցին միայն նորից եմ ասում, փոխվում ենք մենք պետք է փոխվենք, գիտեք, եկեղեցին ինքը սուրբ է, եկեղեցին ինքը սուրբ է և չի կարա մեր մեղքերի պատճառով պղծվել կամ ինչ անել, եկեղեցին սուրբ է, այդ մենք ենք, երբ որ մեղանչում ենք, մենք դուրս ենք եկեղեցուց գալիս, գիտեք, այդ քահանան, որ թողություն է տալիս, այդ աղոթքը, որ կարդում է, Տաթևացին ասում է, դա այդ աղոթքի մեջ պարփակված է երկու բան, թողություն է տրվում Աստծու դեմ գործած մեղքերի, այսինքն պատվիրանների դեմ, ավետարանի դեմ գործած մեղքերի եւ եկեղեցու կանոնների դեմ գործած մեղքերի։ Այսինքն մեկ տեղ քահանան երկու հարցներ լուծում է, մարդ կա, որ կանոններն է խախտել, մարդ կա, որ ավետարանի դեմ է, ու այդ թողությամբ այդ երկուսը իրար հետ արվում, այդ աղոթքի մեջ։ Եվ նայենք մի հետաքրքիր բան, էլի ձեզի ասեմ, որ ով է նորոգողը եկեղեցու։ Մի աղոթք կարդամ, որը ծածուկ աղոթքն է, երբ որ երգչախումբը Սուրբն է երգում, քահանան ծածուկ աղոթում է։ Կարդամ աշխարհաբար թարգմանությունը։ Սուրբ, Սուրբ, Սուրբ։ Այսինքն այս աղոթքը կարդում է քահանան, երբ որ երգչախումբը երգում է Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությանց։ Սուրբ, Սուրբ, Սուրբ ես ճշմարտապես եւ ամենասուրբ, եւ ով կարող է պարծենալ, թե ի վիճակի է խոսքերով պատմելու քո մեր հանդեպ ունեցած բարեգործության զեղումները, որ հնագույն ժամանակներից ի վեր մեղքերի հետևանքով ընկածին զանազան կերպով խնամելով սփոփեցեր մարգարեներով, օրինադրությամբ, քահանայությամբ, պատարագի նախաստվերը հանդիսացող երինջների զոհաբերումով, իսկ հավարտ այս օրերի ջնջելով մեր բոլոր պարտքերը համար նախատեսված
դատավճիռը տվեցիր մեզ քո միածին որդուն, որպես պարտապան եւ պարտք, զոհ եւ օծյալ, գառն եւ երկնավոր հաց, քանապետ եւ պատարակ, որտեւ ինքն է բաշխողը եւ ինքն է բաշխվում մեր մեջ անասելի կերպով, որտեւ այն հավաստի կերպով եւ ոչ թե երևութապես մար լինելով եւ Աստվածածին Սուրբ Կույս Մարիամից անշփոթելի միավորությամբ մարմին առնելով անցավ բոլոր մարդկային գրքերի միջոցով առանց մեղքերի եւ կամովին բարձրացավ աշխարհի կյանք տվող ու մեր փրկության միջնորդը հանդիսացող խաչի վրա եւ այստեղ ասում է առնելով հացը այդ քահանան վերցնում է նշխարը առնելով հացը իր Սուրբ Աստվածային անմահ անարատ եւ արժեքավոր ձեռքի մեջ օրհնեց գոհություն հայտնեց կտրեց տվեց այնտեղ նստած իր ընտրյալ Սուրբ աշակերտներին ասելով առեք կերեք այս է մարմինիմ այսինքն մենք ստեղ ինչ ենք տեսնում մենք տեսնում ենք հետեւյալը որ Աստված ընկած մարդուն փրկում է կամած օրենքներով ինքս կամած օրենքա տալիս մարգարեներ, զոհաբերություններ, այս ամեն ինչ Աստված մարդուն նորոգում է, սրբում է միջև, որ իր միածին որդին է գալիս, խաչի վրա է ելնում եւ իր մարմինն ու եւ արյունն է տալիս, որով մենք մաքրվում ենք։ Եվ գիտեք, պատարագի, երբ որ քահանան ի վերջո ժողովրդին հաղորդություն է տալիս եւ արդեն վերադառնում է, որ վարակույրը փակվում է, ինքը պետք է ճաշակի այդ ինչ որ մնում է մեջը տիրոջ մարմինը եւ արյունը եւ այդ ժամանակ մի աղոթք է կարդում քահանան փառք տալով ամենասուրբ երրորդությանը ես կուզեմ այս կարդալ Գոհություն ենք մատուցում քեզ ամենակարող Հայր որ մեզ համար որպես նավանգիստ պատրաստեցեր սուրբ եկեղեցին այս սուրբ տաճարը ուր փառաբանվում է ամենասուրբ երրորդությունդ ալելույա Այսինքն շնորհակալ է հայտնում հորը, որը այս եկեղեցին ինքը պատրաստեց։ Այսինքն տվեց մեզ համար, որ այս տաճարը, որ փառաբանվի ամենասուրբ երրորդությունը։ Հետո շնորհակալ ենք քեզնից Քրիստոս Թագավոր, որ քո սուրբ մարմնով եւ արյամբ մեզ կենթանություն պարգևեցեր։ Շնորհիր, քավություն եւ մեծ ողորմություն։ Ալելույա։ Այսինքն մենք եկանք եկեղեցի, որը մեզ հայրը տվեց, եկանք Քրիստոս Թագավորի մոտ, որը մեզ շնորհեց այդ եկեղեցում իր մարմինը, որը եղավ մեզ քավություն եւ ողորմություն, եւ շնորհակալ ենք քեզնից ճշմարիտ հոգի, որ նորոգեցեր Սուրբ եկեղեցին, անարատ պահիր սա հավատով դեպի երրորդության այսօրվանից մինչև հավիտյանս ալելույա Այսինքն եւ շնորհակալություն հայտնում Սուրբ Հոգուն որ նորոգեց եկեղեցին Այսինքն եկեղեցին միշտ նորոգվում է միտեղ մի հավատացյալ զղջում է դա եկեղեցին նորոգվում է եւ նամանան պատարագին Սուրբ Հոգին երբ որ մենք ճաշակում ենք Տիրոջ մարմինը մենք նորոգվում ենք Սուրբ Հոգով Եկեղեցին պետք չունի նորոգվելու մարդկային, մարդը միայն քանդող է, մարդը միայն քայքայող է, մարդը իր մարդկային բանով ամեն բան քանդում է։ Մեր շուրջը տեսնում ենք ինչ է կատարվում։ Հասկանում եք, մենք տեսնում ենք այս դարերի ընթացքում, երբ որ մարդուն էր հասնում մեր պետությունը, քանդում էին, կործանում էին որտեղ մարդկային էր իսկ Սուրբ Հոգին նորոգում է ինքը անդադ նորոգում է այսօր դու միտեղ փառք ես տալիս Աստծուն զղջում ես գնում հաղորդում ես դու նորոգվում ես դրա համար եթե ուզում ես նորոգվել ամենամեծ ճանապարհը նորոգության դա զղջում ապաշխարություն դա հաղորդությունն է Տիրոջ մարմնին նորոգվելով բայց դա իրավունք չի տալիս որ դու ասես ես գնում եմ նորոգվելու ես այդ իրավունքը ունեմ ուրիշին նորոգելու դու ոչ մեկ իրավունք չունի ես էլ իրավունք չունեմ որ ունեմ որոշ իշխանություն որպես ծայրագույն վարդապետ իրավունք ունեմ հա այսինքն այդ իրավունքն չունեմ ես եկեղեցի նորոգեմ ես հելնեմ փոխեմ կա նվիրապետական կարգ որ այսօր դպիրը չի կարա
քահանային մատնացույց անի, քահանան չի կարա վարդապետին, եպիսկոպոսին մատնացույց անի, վարդապետն էլ քահանան կամ վեհափառին մատնացույց անի։ Կա այդ կարգը կա։ Դրա համար եմ ասում, սիրելի հավատացյալներ, եթե այդ բանի մեջ եք, զղջացեք, թողեք ասում, եթե իրոք վեհափառը, ուրիշ հոգևորականները, ես, ուրիշները ինչ-որ մեղքերի մեջ ենք, հա, թողեք Աստծուն, աղոթեք մեզ համար։ Աղոթեք մեզ համար, որ Աստված ողորմի, միգուցե ձեր աղոթքներով մենք փոխվենք, իսկ եթե չէ, Աստված մեզ ինքը կհանի։ Եվ ինչ որ լինում է, պատահական չի լինում, որ որոշ մարդիկ, որոնց կարգն է առնվում։ Միգուցե անարդար է, հիմա դուք ասում եք, ես դրա մասին խոսել եմ, բայց եթե անարդար է, արդար չի, դա չի հարցը։ Այդ ձեր խոնարհությունն է, ձեր թող Աստված, այսինքն ցույց է տալիս, որ որքանով ես դու պատրաստ ընդունելու այդ ամեն ինչը, այդ անարդարությունը։ Չէ՞ որ ասում եմ, եթե ձեզ սխալ տեղն են հայում, երանի ձեզի, չէ, Քրիստոսի անվան։ Եթե քեզ քո հավատքի համար են կարգը տառը, երանի քեզի, եւ Աստված ամոթով չի թողնի, եւ Աստված քեզ հետ կտա քեզ, բայց երբ որ դու ամբոստանում ես, դու հելնում ես ոտքի ու սկսում ես հայոյել վերին իշխանությունները, այսի արդեն են պտուղն է, որ ցույց է տալիս քո պտուղները դու ինչ էր։ Դրա համար ապաշխարեք, դուք էլ ապաշխարեք, զղջացեք։ Մի հետաքրիր բան էլ կա, էլի, որ այս մեր հոգևորականները, որոնք դուրս ելան վեհափառի դեմ, էջմիածնի դեմ, հա, սենց ասենք, նման են, գիտեք, ինչի են բաներ կա, որ փողոցային կռիվներ են լինում, ու գցենք մեկը տկար է լինում, կամ ինչ գնում է մարդ է բերում մեկի վրա, էլի։ Մարդ է բերում ու այդ հարցերը լուծում ավելի ուժեղ մեկին, այդ խնդիրները լինում, եթե ով որ կհաղթի, ավելի ուժեղ կլինի։ Գիտեք, այս բանն է նմանացնում, այս փողոցային հարցեր լուծելու նման մի բան է։ Եվ ավելի որպեսզի այդ ավելի Աստծո խոսքից բերեմ Պողոս առաքյալի առաջ Կորինթացիս 6-րդ գլուխ։ Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների առաջ դատվել եւ ոչ թե սրբերի։ Կամ եթե չգիտեք, որ սրբերն էլ այս աշխարհը դատելու, եւ եթե աշխարհը ձեզ միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չեք, չգիտեք, որ մենք հրեշտակներին ենք դատելու։ Որքան առավել կենցաղային բաները, եթե կենցաղային բաների համար դատաստանն եք անում, ինչու եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեր դատավոր նստացրել։ Սա քրիստոնյաների համար է ասում, բայց առավել եւս հոգևորականներին է դա ուղված։ Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում, ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել, բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ Այսինքն ինչ խայտարակություն է, հա, որ այդ ամբողջ հարցերը հանել են ջրի երես եւ այդ դատը բերել են անհավատների առջև, մարդիկ, որոնք հավատք չունեն, վստահ եմ, այդ մարդիկ, որոնք ուզում են դատեն եկեղեցին եւ ձեզ մեջ պառակտում մտցնել, այսինքն դրսից մարդ ենք բերել, գիտեք, նորից եմ ասում, եկեղեցու նորոգողը դա Սուրբ Հոգին է, մարդ չի կարա եկեղեցին նորոգի, փոխի, մարդկորեն կարա բաներ անի, նայեք նորից կանոնները եկեղեցու գրվել են դարեր շարունակ, կանոններ կա, որոնք նորից եմ ասում չի արվում, որտեվ ժամանակավրեպային իմաստով, որ գրվել է ինչ-որտեղ այն վաղտվա հարց է լուծել եւ այսօր այդ հարցերը չկա։ Կամ էլ այնքան տես բաներ կա թատրոնի մասին, էլ ինչ ասենք, արգելված էր դատապարտվում է թատրոններ, դերասաններ, չէ՞։ Բայց այսօր գնում դուք հոգևորականները, որոնք կանոններից եք խոսում, գնում եք այդ թատրոններում, շոուներում մասնակցում եք։ Հիմա այս 25 թվականները ավարտվում
Այս տեսահոլովակը դուրս կելնի չորեքշաբթի, կարծեմ 31 դեկտեմբեր։ Ուսամ մտածելու բան է, սիրելի հավատացյալներ, այս ինչ որ ասեցի, չգիտեմ, կընդունեք, չեք կընդունի, բայց մի բան վերցրեք, որ մի հատ անդրադարձեք, ձեզանով սկսեք, էլի, ձեր մեջ քննեք։ Նայեք, Աստծու համար չկա էլի մեծ մեղք, փոքր մեղք։ Ես մի օրինակ բերեմ, ասում եմ երկու մի ճգնավոր ալնում աշակերտներ ունեմ, երկու հոգի, այդ երկու աշակերտը գալիս են ասում են հայր, ինչ անենք մեղքից ազատվենք, ես ասում եմ ինչքան մեղք եք գործել, գնացեք այդքան քար հավաքեք։ Մեկը գնում է ճանապարհին ինչքան մանր քար կա, մի քանի պարկ քարը հավաքում, բերում, մեկն էլ մի հատ ժայռա գլորում, մեծ քարը դժվար բերում դնում է առջևը։ Այս հայրը ասում է տարեք այս քարերը, որտեղից բերել եք, տարեք այն տեղերը, որտեղից որ բերել եք։ Այն մեկը որ այդքան հավաքել է, ո՞րց է հիշում, ուրտեղից է այդ քարերը, բայց այն որ այն մեկը բերել էր ինքը գիտի։ Սրա մեջ ինչ խորհուրդ կա։ Այ խորհուրդը այն է, որ մարդ պետք է հասկանա, որ ինքը մեղավոր է, ուզում է փոքր մեղք գործի, տարբեր կամ մեծ մեղք, ինքը պետք է հասկանա, որ ինքը Տիրոջ առջև մեղավոր մեկն է, որ փոքր մեղք, մեծ մեղք չկա, այլ մեծ եւ փոքր մեղքը, երբ որ դատաստանին է գալու, երբ որ մենք դատվելու ենք, մեծ մեղքերի համար մեծ ծեծ ենք ուտելու, փոքր մեղքերի համար փոքր, ինչպես ասում է, չէ, ասում է ով որ գիտեր քիչ ծեծ, շատ ծեծ կերավ, ով որ չգիտեր, բայց նորից քիչ ծեծ կերավ, բայց այդպես էլ այդ ձևի։ Դրա համար եթե դուք մտածում եք, որ դուք քիչ մեղք եք գործում, բայց հոգևորականները ավելի շատ մեղք են գործում, սխալվում եք։ Այո, իրենց մեղքը ծանր է, դուք նույն մեղքն եք գործում ու նույնը հոգևորականը իրանը 7 անգամ ավելի ծանր է համարվում ըստ Տաթևացու, որտեվ 7 աստիճան բարձր է ձեզանից կարգով եկեղեցական, բայց դա չի նշանակում, որ եթե դու քո մեղքը 7 անգամ քիչ է, դու չես դատվելու, եթե չապաշխարես։ Գիտեք, քրիստոնեությունը սեր է քարոզում, սիրող մարդը չի դատում, չի ատում, սիրող մարդը հասկանում է դիմացինին։ Դրա համար դուք էլ փորձեք հոգևորականների հանդեպ հասկացող լինեք, ներող լինեք, որտեվ իրանք ձեր համար աղոթում են, ձեր մասին մտահոգ են, դուք գալիս եք որ ժամին էլ գաք դիմում եք, ժամերով ձեզ լսում են, որպեսզի ձեզ ուղղություն տան, խրատ տան, խորհուրդ տան։ Սա է։ Դրա համար այս նախաշեմին նոր տարվա ես ցանկանում եմ, որ 2026-ը դա լինի մեր հոգիների նորոգության տարի։ Երբ որ մենք նորոգվենք, Սուրբ Հոգով լցվենք, մենք կհասկանանք, որ ինչքան բան է, որ երբ որ դու ներում ես մեկին, փորձեք ներել իրար, այս տարին թող լինի իրար ներելու տարի։ Ներեք, մի դատեք իրար։ Խնդրեք, որ Աստված ձեզ էլ ների եւ դիմացինին, ատելությունից ազատվեք, որը շատ է Հայաստանում, այդ ատելությունը այնքան շատ է, որ խեղդվում ենք էլ այդ ատելությանը, երեխեքն են արդեն վարակվել, իրար ատելությամբ ծեծում են։ Այդ բաներից ազատակ, այդ բաների մասին մտածեք։ Թող այս 2026 տարին մեր հոգիների մեջ խաղաղություն տա, սրտերի մեջ խաղաղություն տա, թող Տերը օրհնի եւ այս տարին մի դարձրեք շատերին, ով որ հավատում այդ հորոսկոպներին, այսինքն մի առաջնորդվեք կենթանու այդ տարվա, այսինքն ինչ տարի է, չգիտեմ, այդ տարվա կենթանու, այդ տարվա բաներով, նշաններով մի առաջնորդվեք, ձեր տունը ախոր մի դարձրեք կենթանիների, այսինքն հորոսկոպներով տունը լցնելով, որպեսզի Տերն էլ գա ձեր տուն, ձեր սրտերը եւ խաղաղություն տա։ Շնորհավոր նոր տարի, Տերը թող օրհնի, պահապան լինի մեր ազգիս եւ համերաշխություն տա։ Աստված ձեզ օրհնի։